Ջերմ ողջույն բոլորին արգել հետևորդներ, այսօր բազուկի ճավի թթու ենք պատրաստելու, առաջարկում եմ արագ անցնենք գործի։ Այսպիսով վերցրել եմ այսպիսի կապ բազուկի ճավ, խոսեմ մի փոքր ավելի ուշ, հիմա ներկայացնեմ բաղադրիչները ինչ է մեզ անհրաժեշտ լինելու։ Խոշոր աղ է անհրաժեշտ լինելու, սխտոր մի քանի ատամիկ, դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ, քացախ 9%-անոց և ջուր, ոչ թե ջուր, այլ այն հեղուկը, որի մեջ եփվելու է բազուկի ճավը։ Հիմա խոսենք ճավի մասին ավելի մանրամասն։ Նախասեմ, որ 3 կապ եմ վերցրել, վերցնում ենք այնպիսի բազուկի տերևները, այնպիսի կոթերով, որոնք լինեն նախ եւ առաջ այսպես հաստ և լինեն այսպիսի փոքր բազուկներով։ Դա նշանակում է, որ այս տեսակի ճավը պատրաստ է թթվի համար, թթվեցնելու համար։ Եթե չկան այսպիսի բազուկներ և ճավերը բարակ են, ապա դրանք պիտանի չեն թթվեցնելու համար, դեռ շուտ է։ Հիմա կտրենք կապը և ցուցադրեմ, թե ինչ ենք անում։ Պարզապես հեռացնում ենք տերևները, այստեղից էլ կհեռացնենք, որտեղ վնասված մաս կա, իսկ այս հատվածը մյուս կողմից էլ այսպես հեռացնենք և դնում ենք թասի մեջ, որպեսզի հիմա շատ լավ լվանանք, այսպես։ Հիմա խոսենք սրա մասին, բազուկի մասին, բազուկները մենք չենք հեռացնում, այլ պարզապես կտրում ենք այսպես պոչերը և զգուշորեն այսպես դանակի միջոցով մաքրում ենք։ Բազուկները թթվեցնելու ենք ևս։ Եվ պատրաստ է, այսպիսի մի բան է մեզ անհրաժեշտ լինելու թթվեցնելու համար, կրկնում եմ։ Տերևները իհարկե չենք թափում, դրանք թողնենք տապակելու համար։ Այսպիսի կոթեր ենք ստանում արդյունքում, հաջորդ քայլով շատ լավ պետք է այս ամենը լվանանք, հիմա հոսող ջրի տակ, շատ լավ, որպեսզի ձերբազատվենք հողերից և մոտենանք կրակին ու սկսենք այս ամենը թեթևակի եփելը։ Այժմ եռացող ջրին, տեսեք գրեթե արդեն եռում եք, ավելացնեմ մոտ կես ճաշի գդալախ, այնքան որ համ հաղորդի ճավերին և կլցնեմ արդեն բազուկի ճավերը զգուշորեն, մոտ 2-3 րոպե, ոչ ավել, այսպես, մեզ անհրաժեշտ է, որ շատ թեթև ընդամենը փափկի, լինի ենթարկվող և վերջ, ոչ ավել։ Միանգամից ասեմ, որ հենց սեփական հյութով պատրաստելու ենք մարինադը, ոչ թե ջրով, կարող եք ջրով էլ իհարկե, բայց սեփական հյութով ենք պատրաստելու, դրա համար շատ լավ լվացեք ճավերը, նոր դրեք եռման ջրի մեջ։ Վերջ, բավական է, վերցնում ենք զգուշորեն, շատ չենք թողնում, որ շատ չփափկի, մի քանի րոպե ընդամենը վերցնում ենք և ինչն է այստեղ ամենակարևորը, հիմա ես անջատում եմ և թողնում ենք, որ արգանակը ամբողջությամբ հովանա, ամբողջությամբ։ Եթե մենք տաք-տաք լցնենք տարայի մեջ, կա հավանականություն, որ կսևանա թթուն, իսկ դա մեզ իհարկե անհրաժեշտ չէ։ Դրա համար հովացված, սառը արգանակով ենք պատրաստելու ամեն բան։ Այսպիսով ինչ հովանում է մարինադը, մենք կարող ենք արդեն ավելացնել ճավը տարաների մեջ, վերցրեցի այդուհանդերձ փոքր տարաներ, որքան որ անհրաժեշտ կլինի և սկսում ենք հետևյալ գործողությունով։ Նախ լվանում ենք լավ տարաները և կդնեմ այսպես 2 դափնու տերև, կավելացնեմ 1-2 պտղունց նախնական, այսպես հատիկավոր պղպեղից և եկեք միանգամից ավելացնենք 1-2 այսպես սխտոր, սխտորը կտրատում ենք, նոր ենք ավելացնում և իհարկե բազուկի ճավը, այսպես սկզբում դնում ենք և շատ թեթև ուժեղ չենք սեղմում ու տեղավորում ենք տարայի մեջ, այսպես։ Ասեմ, որ կարող եք սամիթ էլ օգտագործել, նաև նեխուր էլ կարող եք օգտագործել, ինչ կցանկանաք, սակայն այսօր ես դասական, այսպես ասած, տարբերակից եմ օգտվելու, սխտորը ավելացնենք հիմա նորից և այսպես շարունակ, մեկ հատ դափնու տերև, նորից հատիկավոր սև պղպեղից բավական է 1 պտղունցը և շարունակենք լցնելը։
Վերջում նորից սխտոր կավելացնեմ այսպես, այս մեկ ատամիկը ավելորդ էր, կարծես թե, վերջ, հարգելի ընկերներ, և եկեք մի փոքր էլ նորից հատիկավոր սև պղպեղը ավելացնենք և անցնենք մարինադի պատրաստմանը։ Ինձ մոտ այստեղ կես լիտրանոց տարա է, տեսեք, մաղ է և լցնում ենք արգանակը, կես լիտր։ Եթե ունեք 1 լիտրանոց որևէ հարմար բան, ավելավ է միանգամից 1 լիտրով։ Հիմա կատարում ենք հետևյալ գործողությունը, առհասարակ 1 լիտր ջրին կամ 1 լիտր արգանակին մենք ավելացնում ենք 2-ից 3 ճաշի գթալ խոշոր աղ։ Ես ավելացրել եմ կես ճաշի գթալ աղ նախնական, եթե հիշում եք, դրա համար հաշվում ենք 2 ճաշի գթալի հաշվարկով։ Հետևաբար այստեղ, քանի որ կես լիտր է, ես կավելացնեմ 1 լիքը ճաշի գթալ խոշոր աղ։ Այսպես, լավ խառնում ենք, որպեսզի լուծվի աղը և ավելացնում զանգվածին։ Եկեք այսպես մի փոքր էլ ավելացնենք այստեղից հենց անմիջապես, որպեսզի ամբողջությամբ ծածկվի և մի փոքր շատ քիչ աղ, այսպես, որպեսզի ամեն բան լինի համաչափ։ Նաև ես ներկայացրեցի սկզբում, որ քացախ է ինձ մոտ 9%-անոց, տեսեք, ունենք երկու տարբերակ, կարող ենք ավելացնել, կարող ենք չավելացնել, շատ հանգիստ։ Սակայն եթե ավելացնում ենք, զերծ ենք մնում, հետագայում ծորալուց, այսպես ասեմ, թթվի, որոշեք ինքներդ։ Ես այսօր չեմ ավելացնի, այլ հենց այսպես կթթվեցնեմ։ Այսպիսի տարայով, այսպիսի կափարիչով ներողություն փակելու ենք և թողնելու ենք սենյակային ջերմաստիճանում 1 օր, որից հետո տեղափոխում ենք սառնարան շատ երկար ժամանակով։ Այսպես կծածկեմ, հետո կփակեմ արդեն։ Դե ինչ, այսօրվա համար էլ այսքանը, բազուկի ճավի թթուն անկասկած ձեզ դուր է գալու, փորձեք և գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, մեծ սիրով կպատասխանեմ։ Մինչ նոր հանդիպում և հետաքրքիր բաղադրատոմսեր, առայժմ։